Հանդիպումը սկսվեց շնորհավորանքներով պատանի մարզիկներին ու գիտունիքներին գործադիրի ղեկավարի մաղթանքը նոր հաղթանակներն են, առողջ ու խելացի սերունդն է պետության զարգացման խթանիչ ուժը, հատկապես կրթության ու սպորտի բնագավառումը երկրի դրոշը բարձր պահելու հնարավորությունը, նշել է վարչապետ Արա Հարությունյանը։ Աշակերտների մասնակցության որոշ հաղորդումներ գործադիրի ղեկավարը դիտել է։ Դա եւս մրցում է, դա գիտելիքի մրցում է եւ չեմ ասում շատ փայլուն եք հանդես եկել, բայց նշեմ, որ ընդհանուր առմամբ հուսադրող է այն ձեռքբերումները, որը մենք ունեցել ենք։ Որ ավելի մեծ արդյունքների հնարավոր էր հասնել, խոստովանում են Հայաստպետի բոլոր մասնակիցները եւ խոստանում հաջորդ խաղերին ավելի մեծ արդյունքներ են գրանցելու։ Երկու անգամ մասնակցելով Հայաստպետ հեռուստախաղին շատ մեծ տպավորություններ ենք ստացել, սակայն հուսով ենք, որ եթե էլի մասնակցենք, ավելի մեծ հաջողությունների կհասնենք եւ այն, որ չենք անցել եզրափակիչ, երևի դա մեր մեղքով էր, երևի ավելի լավ կկարողանայինք պատրաստվել։ Գիտական մեծ ուրեմն նպատակով խաղեր եւ դաստիարակչական մեծ բնույթ էր կրում։ Երեխաներին այս խաղը նաեւ նպաստել է հետագա տարիների ընթացքում իրենց ուսումնամակարդակը բարձրացնելու համար։ Դպրոցականները մեծ խանդավառությամբ են մասնակցել ռազմահայրենասիրական այս խաղմրցույթին։ Աշակերտների հետ անմիջապես պարապող ուսուցիչները գործադիրի ղեկավարի հետ հանդիպմանը ցանկություն են հայտնել նմանօրինակ խաղմրցույթ կազմակերպել նաեւ մեր երկրում։ Արա Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել ընդառաջել, միաժամանակ հորդորելով ավելի նախաձեռնող լինել։ Այսօր վարչապետի հետ հանդիպման էին եկել նաեւ պատանի մարզիկները։ ԼՂՀ ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի սաները հոկտեմբերի 19-ին Անգլիայի Պետերբորո քաղաքում մարզաձևից անցկացված 3-րդ ավանդական մրցաշարում մրցանակային տեղեր են զբաղեցրել, Եվրոպայի չեմպիոն են ունեցել։ Ես այդ ժամանակ ուրախությանս չափ չկար եւ կանգնեցի հարթակի վրա Արցախի դրոշը բարձրացրած։ Հիմա շագանակագույն գոտի եմ, իսկ մյուս տարին պետք է սև գոտի քննություն հանձնեմ, որպեսզի սև գոտի ստանալու համար։ Մյուս տարին շատ կձգտեմ, որ մյուս տարին երկրորդ տեղ չբռնեմ, առաջ տեղ բռնեմ։ Եվ ես կձգտեմ, որ լավ պարապվեմ։ Տարեց տարի ավելի կզարգանանք, ավելի կլավանանք, քանի որ մեզանից կախվածը մենք մաքսիմալ նույն ձևանում ենք, որպեսզի մեր երեխաները լինեն ամուր հիմքի վրա, քանի որ մեր ապագային անհրաժեշտ է, որ մեր երեխաները լինեն ուժեղ։ Պատանի մարզիկներն ու գիտունիքները պարգևատրվել են նվերներով, սակայն սա դեռ ամենը չէ։ Կառավարության ղեկավարի կողմից նրանց համար կկազմակերպվի տուրիստական շրջայց Արցախի եւ Հայաստանի տեսարժան վայրեր։ Սամվել Բալայան, Արտավազդ Գրիգորյան, օր։